յուրաքանչյուր բառ նախադասություն հակառակ Միանգամից հակառակ։ Լուրջ եք ասում։ Այո։ Տարբեր լեզուներով պրիտոմ։ Un idea իրենք ինչ կան ու կճազեմ մեր դառնում։ Ուրիշ մերեմ քնիկրեի բրուն ռերեջնիտ ջելասոլ վերանամրա ու ավրեմ ցնյաճապաշի վկոբնեսը։ Վայ մամա ջան, գլուխս ֆռած արդեն։ Պատմություն կարդալով մենք կարող ենք շատ բան փոխել։ Հայաստանը պետք է ունենա ավելի շատ ռազմական բարեփոխումներ։ Մեր նոր ռեկորդը պետք է նվիրված լինի մայրության եւ գեղեցկության օրվան եւ հենց ուղիղ եթերի ժամանակ սահմանեցինք մեր նոր ռեկորդը։ Հիմա լիքը փոփոխություններ են տեղի ունեցել դրական դեպի լավը։ Այնպես կանեի, որ մեր ինքնությունը, մեր մշակույթը ավելի շատ ճանաչել։ Ինձ թվում է երջանկության բանաձևը հենց սերն է։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, որի հյուրը, ավելի ճիշտ հյուրերն այսօր երկու ռեկորդակիր գեղեցկուհի հայուհիներ են, ում եւ սիրով ներկայացնում եմ։ Արմինե Գասպարյան, Մարգարիտա Մինասյան, բարև ձեզ աղջիկներ։ Շնորհակալություն, որ ժամանակ դրամադրեցիք եւ հյուրընկալվեցիք մեզ։ Մենք ենք շնորհակալ։ Նախ հիմա դուք ձեր էկրաններին տեսնում եք, բայց հպարտությամբ պիտի ասեմ, որ Արմինե Գասպարյանը դյութազնագրքի քառակի ռեկորդակիր է, իսկ Մարգարիտա Մինասյանը դյութազնագրքի կրկնակի ռեկորդակիր, ինչի համար նախ շնորհակալություն եւ շնորհավորում ենք ձեզ։ Շնորհակալ ենք։ Բայց բոլոր հարցերին միասին մի պատասխանեք, էլի։ Հարգելի աղջիկներ, խնդրեմ, սկսենք նրանից, թե ինչու եք ստացել ռեկորդ։ Այդ ինչ մի հետաքրքիր բան եք անում։ Սկսեմ։ Ուրեմն մոտավորապես 3 տարի առաջ ընդհանրապես դասը ընթերցելիս սովորական բառերը ընթերցում էի հակառակ, չմտածելով, որ դա ինչ-որ զարմանալի ունակություն է, սակայն հետո սկսեցի արդեն արտահայտությունները ավելի արագ կարողանալ հակառակ արտաբերել եւ հասկացա, որ կարելի է նաեւ տեսանյութեր նկարահանել արդեն բանաստեղծությունների տեսքով եւ ավելի արագ արտասանել հակառակ։ Այսինքն օրինակ յուրաքանչյուր բառ նախադասություն հակառակ։ Միանգամից հակառակ։ Միանգամից առանց մտածելու։ Հեսա փորձելու ենք, հա։ Արմինե, համեցեք դուք։ Ես նույնպես հակառակ խոսելու համար շատ փոքր տարիքից եմ սկսել, մոտավորապես 7-8 տարեկանում, առաջի բառս եղել է շախմատ, ու հետաքրքրություն է առաջացել, թե մյուս բառերը ինչպես կլինեն հակառակ։ Մտքիս մեջ տեսողական հիշողության շնորհիվ գրում էի բառերը, վանկատում ու սկսում հակառակ արտասանել, ու այդպես հիմա ոչ միայն բառեր, արտահայտություններ կամ նախադասություններ եմ հակառակ ասում, այլ խոսում եմ այդպես։ Դե շախմատը ես էլ ասեմ, տամ խաշ։ Այո։ Ես խոստանում եմ շատ չարաշահել ձեր համբերությունը, հիմա բայց քիչ անց էլի մի քիչ արժի ինտրիգ պահել, մի քիչ ուշ ավելի աղջիկներին կխնդրենք տարբեր ձևերով ցույց դնել իրենց ունակությունները, երբ սկսեց ձեզ մոտ այդ որ տարիքից կամ ուղղակի այտենց հայտնաբերեցիք, որ այս բառը կարող եք ու ինչպես զարգացում եղավ, հետաքրքիր է այդ process-ը ոնց է տեղի ունեցել։ Դեռևս 14-13 տարեկան էի, երբ որ դասարանում խոսում էի հակառակ բառեր, ուղղակի արտաբերում կամ ընդհանրապես կարդում էի հակառակ, դեռ չէի մտածել, որ կարելի է բանավոր ասել, սակայն ընթացքում, երբ որ արդեն տանը փորձում էի խոսել հակառակ, հասկացա, որ նաև կարելի է արտահայտություններ ասել, եւ դրանից հետո արդեն սկսեցի դրա վրա ավելի շատ մտածել, որ սա ուղղակի ինչ-որ ունակություն չէ, այլ մի զարմանալի ունակություն է, եւ դրա շնորհիվ արդեն կարողանում եմ ոչ միայն բառերը, այլև ավելի արագ խոսել, նաեւ արտահայտություններ արտասանել հակառակ։ Ինչպես նշեցի, 7-8 տարեկանում արդեն սկսել եմ խոսել հակառակ, չէի պատկերացնում, որ կհասնեմ նման հաջողությունների, սկզբում մտքովս չէր անցել, որ դա տաղանդ է, ու հետո ովքեր որ արդեն իմացան իմ տաղանդի մասին, չէին հավատում ու ծրագրեր էին քաշում, ծրագրերով փորձում էին տեսնել ես ճիշտ եմ ասում, հա, ստուգել թե ճիշտ էի ասում, թե սխալ, ու դա այդ ժամանակ աղաձայինները խառնում էին, բայց հիմա արդեն
նորմալ ասում եմ, չեմ խառնում։ Մի քիչ պարապեցիք ձեր վրա, հա։ Բայց այդ ո՞նց է լինում։ Այդ տենց սա իցն է ունակություն է, թե կարելի է դրան հասնել աշխատելով։ Հնարավոր է իցնեը, ուղղակի մենք սկզբում չենք իմացել, բայց օրինակ ինձ մոտ հենց միանգամից առանց բարդությունների բոլոր լեզուներով ստացվում է, օրինակ ռուսերեն, անգլերեն, գրաբար։ Լուրջ եք ասում։ Այո։ Տարբեր լեզուներով պրիտոմ։ Այո։ Այ քեզ բան։ Չէ, ժողովուրդ, այստեղ արդեն պիտի ես էլ չեմ դիմանում։ Հիմա նախ սկսենք հայերենից։ Հայերենից Որևէ նախադասություն, օրինակ, ինչ կարելի է։ Բայց միանգամից բարդ բան ասեմ, իմ ամենասիրելի, օրինակ քարյակ որ ասեմ, կասեք։ Այո, Ասեք։ Ես իմ անուշ Հայաստանին։ Մեր առաջի ռեկորդը 2-ինս էլ այդ բանաստեղծությունն է։ Իսկապես։ այո։ Ջան։ Կարող ենք Հա, բայց այնտեղ ավելի կռիսական բանաստեղծություններ էլ կա, որ կարող եմ ասել, խնդիր չի։ ոչ։ Դե լավ, մի հատ ես իմ անուշով ասեք, ինչեւ հիշեմ։ Ես իմ անուշ Հայաստանի արևահան բառն եմ սիրում։ Սեի միշունա ինացայա մահայևրա մեռապ մուրիս։ Մեր հին սազի ողբանվագ լացակումած լարն եմ սիրում։ Ռեմնի իզազ գավանաբղով ծամուսակալ մերալ մուրիս։ Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վարման։ Նամներնը իրեն կիղած ու իրեդրավեյր ուգնամրավ։ Ու նայիրյան աղջիկների հեզաճկում պարն եմ սիրում։ Ու նայիրյան իրեն կիչղան ու կճազեմ մերապ մուրիս։ Սիրում եմ մեր երկինքը մուկ, ջրերը ջինջ, լիճը լուսե, արևն ամրան ու ձմերվա վիշապաձայն բուքը վսեմ։ Մուրիս մերը մկնիկրեի բրուն ռերը ջնիչ էջելեսոլ, վերան ամրա ու ավրեմը ծնյաձապաշի վկով նեսը։ Մթում կորած խրճիտների անհյուրկալ պատերեսև ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում։ Մութում ծառոտ իրեն չի տրղ, բեկնուն յուրա ռետապվես ու այմանը իրեն քաղաք այմարազան դրակն եմ ուրես։ Շնորհակալություն, բրավո։ Դե բան չհասկացա, ես ստուգելու բան չեմ կարող ասել, բայց ես դες խնդրում եմ, էլի այնտեղ հաստատ հետևորդների մեջ կլինեն մարդիկ, ովքեր ստոպ կտան, մի հատ կգրեն, ու մենք իսկապես շնորհակալ կլինենք, խնդրում եմ, մի հատ ստուգեք, ստոպ տալով, հետ ճշտելով ու գրեք մեկնաբանությունները, անձամբ կարդալու են եւ արձագանքելու ենք։ Ժողովուրդ, հիմա ինչ, անցնենք ուրիշ լեզուների։ Այո։ Մենակ կարող ենք նաև Սայաթնովայից ինչ-որ մի բան, ես կարող եմ գրաբարով։ Да. Давайте. Աշխարհումս աղջիմ քաշի բանաստեղծությունը։ Աշխարհումս աղջիմ քաշի, քանի որ ջանիս ինձամա։ Սմուրախ շախամի ճիշակ, ինակ ռուվնալ սիձնիամա։ Անմահական ջրով լիքը օսկե փնջանես ինձամա։ Նակահանմա որոջեքի լեքսով սենաժնբ ձնիամա։ Նստին վրիս շվականիս զարբաբ վրանես ինձամա։ Միցնսերև քավես սենա բաբրաս սենարև ձնիամա։ Սուչս իմացի էնեն սպանը սուլթան ու խանիս ինձամա։ Սչուզ ռացամի օտեր ինապաս նատլուս ու սենախ ձնիամա։ Բրավո։ Եթե Արմինեն այլ տարբերակ աշխարհաբարից զատ կամ այլ լեզվով գուցե Կարող ենք միասին անգլերեն բանաստեղծություն արտասանել։ Հակառակ։ Որով վերջերս ռեկորդ սահմանեցինք։ Դուք հələ ասեք ձեր այդ արածները, ես այդ նոր բան եմ ասելու, թե չեմ ասում ռուսերեն անգլերեն, գոնե հայերեն որ չգիտեք, ենթադրում եմ։ Ու տեսնենք տենց սպոնտան ինչ եք անելու։ Давайте։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ My dear mother, my sweet mama, I am so happy that you are in my life, that you give me birth from your heart. Yam re trudam, yativ samam, yam miausi pataduynar yam fial, daduiti vigim terp ni more freudra. You did your best every hour and minute. We did trying to grow me up, trying to provide my way of life. That you dreamed for me, that you dreamed of him. Էցել էլի խնդրում եմ ստուգեք էլի այնքան շնորհակալ կլինեմ։ Հիմա ինչ
Перейдем на русский. Ինչ ասենք։ Ռուսերենից ինչ ասենք։ Ես ունեմ մի բանաստեղծություն, որ կարող եմ։ Մենակ Պուշկինի ու Լուկա Մոյրը դու плюс зелёный, а, золотая цепь на дубитом это։ Չէ, ուրիշ է։ Բավարարես էս չեք արել, կարող է էս ասեք։ Ես ճիշտ ասած չգիտեմ։ Ես չգիտեմ, դա ծանգիր, բայց եթե դուք ուղիղն ասեք, հակառակը կարող ենք ասել։ Հա։ Հա։ Давайте. У Лука Моря дуб зеленый. Ու ակուլ էյրոմ բուդ ինոյլից։ Золотая цепь на дубитом. Այատալա սպեց ան բուդ պիտոմ։ У дубе том. Հա, ու էբոտ մոտ։ И днем и ночью кот ученый. И мьон Ой, и девочка. уйчон. Տոկ ինյոչ։ Гуляет по цепи кругом. Դեայլուկ մոցիպ օպ մուգորակ։ Վայ մամա ջան, գլուխս ֆրած արդեն։ Ես լավ, այնտեղ ինչ էիք ուզում։ Այս հիմա լիքը անում ենք, բայց ես ես վստահեցնում եմ, լիքը մար ստուգելու է, ու սենց ստոպատալու, ստուգելու է, հետատալու մի վարքյան այնտեղ էս բան ու բոլորը գրեք, որ իրենք կարդան, բոլորը։ Ժորդ, բա սենց ոնց կլինի, դե ձեզ ճանին արա ուղղակի ռեկորդ չգրանցել։ Այսինքն ռեկորդ նշանակում է այսպես որևէ մեկը չի խոսում, այլ մեկը գոնե Հայաստանում ցուցադրագիրքը ենթադրում եմ համահայկական տիրույթ է, չէ՞ իր մեջ ներառում։ Հայաստանում որ գիտենք, դեռևս այս երկուսս ենք, որ բացահայտվել է մեր տաղանդը։ Միգուցե իրենք էլ ունեն այս տաղանդը, ուղղակի դեռ իրենց մեջից չեն անել։ Բայց ցանկացած, այսինքն հայերեն, ռուսերեն, անգլերեն, այնտեղ չեմ ասում արևմտահայերեն, գրապար եւ այլն, որևէ բան ասում ենք ու real time։ Այո։ Հիմա ցանկացած նախադասություն որ դուք ասեք, հենց նույն վարքյանին, նույնը հակառակ։ Ինչու ապշած են լճակ ու չեն խայտար քոալյակ, միթե Այլոտ մեջ անցկա։ այլվուտ մեջ անցկալ եւ ունի մնայեցա։ Աչքիս էսել եք ասել։ Անգել գիտեք։ Չէ, Հեսա մեծ արենցից եմ մի բան հիշելու։ Մնաց բանը ինչ ասեմ որ չգիտեք։ Թմկաբերդի առում բան ինչ ասեմ։ Գիտեմ։ գիտենք։ Չէ, այ գիտեք, բայց թարսը։ Հա, դա ընդհանրապես չենք սովորել, դա ինձ միանգամից ստացվում է։ Հեքիաթներ են Չենք պատմում։ մտածում։ Այսինքն ինչ կոտորեմ չէ բարդ բան, մեկը տեղում ասել եք, հա։ Նույնիսկ ես դպրոցում 10 եմ պատասխանել հայոց պատմության Ես ակրակ։ Լուրջ եք Ես ասում։ գրականություն։ Այսեն դեպքն է որ ուսուցչուհին ինչքան է այդպես կռիսական թելադրի, չէ՞, շարադրությունը, արագ-արագ բան ուղղագրությունը մեկը ձեր հեժվերն է դուք։ Ոնց եք սովորում դպրոցում։ Ես գերազանցիկ եմ։ Բոլոր առարկաները փորձում եմ հավասարաչափ լավ սովորել։ Ու ստացվում է։ Արմինեի մոտ ոնց է ուսումը։ Նույնպես լավ է։ Ընտիր։ Ես գիտեմ, որ ես վերջերս մի նոր ռեկորդ եք գրանցել։ Մի հատ այդ ռեկորդի sense օրակարգը սպառենք ու անցնենք ձեր առօրյային, ձեր հոբիներին, համեցեք։ Ուրեմն Իբր ես քիչ էր, մի հատ էլ նոր բան եք արել։ մենք միմյանց չէինք ճանաչում, մենք տեսել ենք միմյանց վիդեոները, սակայն ընդհանրապես չէինք հանդիպել, եւ երբ որ ես արդեն ուզում էի գրանցել նոր ռեկորդ, խոսեցի հենց ցուցադրագրքի նախագահ պարոն Թոմասյանի հետ եւ նա նշեց, որ ես ու Արմինեն միասին մի ծրագիր ներկայացնենք, որով հենց միասին կգրանցենք մեր առաջին ռեկորդը։ Հանդիպեցինք եւ մտածեցինք, որ մեր նոր ռեկորդը պետք է նվիրված լինի մայրության եւ գեղեցկության օրվան եւ հենց ուղիղ եթերի ժամանակ սահմանեցինք մեր նոր ռեկորդը։ Ապրեք շատ։ Եվ ինչու մեր այն կայանում։ Նոր որ արտասանեցինք անգլերեն բանաստեղծություններ, երգ մայրիկին նվիրված եւ Պարուս Սևակի մոր ձեռքերը բանաստեղծությունը։ Այդ բոլորը միասին։ Այո։ Միասին սահմանեցինք։ Ու անգլերենն ասեցիք միասին, բայց կարող եմ որ ձեռքերը մի հատվածել էլի։ Ամեն մեկս մի Եթե քանի կարելի է։ չէ։ Այս ձեռքերը, մոր ձեռքերը, հինավուրց ու նոր ձեռքերը։ Սիար եկրեց, ժոմր եկրեց, ծրուվանի ու ռոներ եկրեց։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը։ Ռեչնի սեսարով նեչլերա սիար եկրեց։ Պսակվելիս ոնց են ապարել այս ձեռքերը, մոր ձեռքերը։ Սիլև կասып նեցնով լերապ սիար եկրեց, ռոմր եկրեց։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը։ Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը։ Առաջնեկն է, երբ որ ծնվել, նրա արդար կաթով սնվել։
Ռեչնի սեսարովնեչ լերեսի առեկրեց, ես յուլվեչնիմ սույլնեչ լերեցի առեկրեց, կենջարա էբրեյրով լևնեց, արան ռատրա ոտակ լևնեց։ Չափազանց իհարկե երօրինակ առանձնահատկություն է, ունակություն է։ Հետաքրքիր է, կենցաղումը ինձ օգնում է ավելի շատ, թե խանգարում է։ Ավտոմատ չեք բռնում, ամեն ինչ հակառակից կարդում։ Նույնիսկ ժամանակ է լինում, երբ որ, չգիտեմ, մենակ եմ լինում, հնարավոր է ինչ-որ ցանկանում եմ ուղիղ ասել, շատ հաճախ հակառակ եմ ասում, որ էլի նպաստում է, որ ես սկսեմ ավելի լավ խոսել հակառակ։ Այդ հակառակ խոսելը դա ունակություն է, թե ասենք մարդկանց կարող է աշխարհում խումբ կա, որ հակառակ խոսում են։ Մեր լեզումն է դա։ Կարող է շատ հիմար հարցեր են տալիս, բայց այնց հետարքից տարօրինակություն է լավ առումով, որ այո, բացի այն, որ առանձնացնում է ձեզ շատ մարդկանցից, բայց նաև ինձ հետաքրքիր է դա ավելի օգնող հանգամանք է, թե խանգարող, օրինակ նկատած կլինեք, որ լեզուն գիտես, հա, անգլերեն չոր ֆիլմ ես նայում կամ թեկուզ սուբտիտրերը որ գրվում է, դու ակամա կարդում ես, հասկանալով օրիգինալը։ Հիմա այս դեպքում էլ էլի կարծում ամեն ինչ պետք է թարգմանեք, էլի առավել ևս որ դու թարգմանել չէ, հակառակ խոսել։ Լավ, հիմա մի քիչ ձեր առօրյայից խոսենք, փորձենք Մարգարիտային եւ Արմինեին ավելի բացահայտել։ Սիրած առարկա դպրոցում, ասենք կրթության հանդեպ վերաբերմունքը համեցեք ինչպես է։ Սովորում եմ 10-րդ դասարանում, բնագիտական հոսք եմ, այսինքն ցանկանում եմ դառնալ բժիշկ մասնագիտությամբ եւ ավելի շատ ուսումնասիրում եմ կենսաբանություն եւ քիմիա առարկաները, սակայն մնացած առարկաները չեն խանգարում ինձ սովորել, այսինքն մնացածը նույնպես հավասար սովորում եմ, նրանց նման լավ, որպեսզի արդեն հաջողություններս ավելի մեծ լինեն։ Առօրյայում հիմնականում երբ որ դասից վերադառնում եմ տուն անում եմ ամբողջ դասերս եւ եթե ժամանակ եմ ունում աշխատում եմ եւ հենց հակառակ խոսելուց վրա ազատ ժամանակ զբաղվում եմ պարով, նվագում եմ շվի։ Այ քեզ բան, շվին ձեզ հետ է։ Ոչ։ Ես սովորում եմ Երևանի պետական հնագետային բժշկական քոլեջում, շատ սիրում եմ քույրական գործի հիմունքները, մասնագիտությունը մանկաբարձ, սովորելու հետ համատեղում եմ նաև աշխատանքը։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Աղջիկներ, տեսեք, հիմա շատ տարածված կարծիք կա, մի քիչ էլ ես եմ իբր այդ կարծիքին էլի տենց համաձայն, որ երիտասարդները դե երիտասարդ են ջայել են ամբողջ օրը հեռախոսով, բան տենց այդքան չեն փայլում գիտելիքներով, պատմություն չգիտեն, տեղյակ չեն իրանց երկրում ինչա կատարվում, երջանիկ իրանց համար ապրում են ու իրանց վիրտուալ տիրույթում տենց ապահով կյանք են վարում։ Արդյոք դա այդպես է մեկ եւ առհասարակ դուք հետևում եք մեր արժեքներին, մեր երկրում տեղի ունեցածով ապրում եք, թե չէ, դες հուզում է այն։ Բնականաբար ինչ որ չափով հուզում է, որովհետեւ մենք էլ այս երկրի մի մասնիկն ենք ու ինչ կատարվում է դրսում, դա մեզնից յուրաքանչյուրի պատկերն է, որովհետեւ եթե այլ երկրի մարդիկ նայում են Հայաստանում, իրանք չեն ասում, օրինակ, այս կոնկրետ այս մի մարդի ինչ որ սխալ կարծիք ունի, իրանք խոսում են ամբողջ հայ ժողովրդի մասին։ Ինձ թվում է մարդիկ ոնց էլ չնի տեղեկացված կլինեն երկրի առօրյայի կյանքի մասին, քանի որ հա հնարավոր է ծանրաբեռնված ես, մարդիկ կան, որ ամբողջ օրը անցկացում են հեռախոսի մեջ, բայց դա էլի լավ կողմ ունի, քանի որ շատ հաճախ այդ հեռախոսի միջոցով էլ հենց երկրի խնդիրների մի մասին ծանոթանում են։ Հա, այդ որ հետևեն, բայց եթե հեռախոսով դառամաններ են նայում, ասենք դա ճիշտ է։ Չէ, արդեն այդ սխալ է մի քիչ, որովհետև ցանկալի չէ էլի, որ ամբողջ օրը միայն ֆիլմ դիտես կամ չգիտեմ, քեզ ինչ-որ զարգացնող ծրագրեր չկատարես, թե քո մտավոր ունակությունները ցուցադրելու համար, թե չգիտեմ, հոգևոր։ Օրինակ, կա այդ միջավայրը ձեր կենցաղում, ձեր շրջապատում, որ դուք սպառեք ձեր գիտելիքը, ձեր կարդացածը,
Օրինակ տղաս հարցնում օրինակ 19 տարեկան տղա է։ Ասում է, «Պապ, 630 էջ։ Ինչու ես պետքա Դոստոևսկու ապուշը կարդամ, եթե կարելի է Վիկիպեդիան վերցնել, տենց արագի մեջ իմաստը»։ Դուք կիսում եք նրա այդ երիտասարդական կարծիքը։ Ոչ, քանի որ օրինակ եթե դպրոցում հանձնարարում են ինչ-որ, չգիտեմ, վեբ, ու այդ վեբի մասին դու կարող ես հենց Վիկիպեդիայով ընդհանրապես սյուժեն կարդալ, գրքի մեջ չնայած Վիկիպեդիայի մեջ կան ավելի կրճատված տարբերակը, սակայն գրքի մեջ օրինակ ես անձամբ երբ որ կարդում եմ, կան այնպիսի տողեր, որ միայն դասի ժամանակ մեջ բերելով ավելի շատ ես ընկալում դրա իմաստը, քան որ ընդհանրապես սյուժեն ես կարդում։ Ես հիմա ուրիշ հարց եմ ուզում տալ։ Լավ, կարդացիր, տեղեկացար, այդ գիտելիքը դու ձեռք բերեցիր, որտեղ ես դու դա սպառելու։ Դա չես կարող Instagram-ում, Facebook-ում post անել, դա չես կարող selfie անել, չես կարող տենց ցույց տաս, դու տպարություն թողնես, ինչների դա պետք է կարդալ։ Հա, մեծ մասամբ մտածում են օրինակ հայոց պատմության վերաբերյալ, որ անցյալը դա, ինչի ես հետ նայեմ, ինչի հիշեմ ու ինչի իմանամ։ Բայց հենց այդ ամեն ինչից է սկսվում մեր այսօրվա վիճակը։ Ու մեր վաղվա ապագան։ Դե վաղվա ապագան AI-ը կա, տենց ChatGPT-ին ինչ ասում ես անում է, ինչ Վարդան Մամիկոնյան, ինչ Նարեկացի, ինչ Դավիթ Բեկ։ Այդ ժամանակային առումով ավելի լավ է, բայց ուղղակի տանում է բթացման։ Հա, բայց եթե ամեն ինչ քո փոխարեն անում է այդ հեժնանիցածը, ինչու համար չանես։ Ինչու ծանրաբեռնես սեփական ուղեղը։ Օրինակ դուք ծանրաբեռնում եք ձեր ուղեղը, հերիք չսովորում եք մի հատ էլ հակառակ խոսում։ Դե դա կարող է հենց այդ պահին քեզ պետք չի գալիս մոտակա օրերը, բայց կյանքի ընթացքում կարող է գա այնպիսի մի պահ, երբ որ այդ հենց այդ հարցը օրինակ քեզ տան, չգիտեմ, չիմանաս կամ ընդհանրապես գաղափար չկազմես այդ հարցի շուրջ։ Այսինքն կգա պահ, երբ որ այդ ChatGPT-ն արդեն քո մոտ չի լինի ու դու չես կարողանա նրա օգնությանը դիմել։ Ահա դա ինչ։ Պատմության հանդեպ ո՞նց եք սիրում եք հայոց պատմություն։ Ունեք սիրելի կերպար կամ ժամանակաշրջան գուցե։ Տիգրան Մեծը։ Ինչու։ Քանի որ նրա ժամանակաշրջանում Հայաստանը ոչ միայն մեծ է եղել, այլև այստեղ կարելի ասել, որ չեն եղել, չգիտեմ, հեռախոսներ կամ չգիտեմ, այստեղ թե տարածքի մեծությամբ, թե նրա դիվանագիտական քայլերով, որ հենց այն ժամանակ ունենք ծովից ծով Հայաստան։ Հիմա ուզում եք ծովից ծով լինի Հայաստանը, որ ոչ միտեղ չգնանք, գնանք մեր ծովում հանգստանանք, էլի։ Անիմաստ փողեր չծախսենք։ Ну, ոչ միայն դիվանագիտական, միայն արքայից արքա տիտղոսը արդեն վկա հիմա իր հզորության մասին, խնդրեմ Արմին։ Ես էլ եմ համակարծիք մանկայի հետ։ Տիգրան Մեծ։ Այո։ Հիմա օրինակ կա ձեր երազանքներում կամ նպատակի մեջ այդպիսի մեծ հայք ունենալ, մեծ թե ինչ ռեալ չի, որ նայում եք քարտեզին, որ պատկերացնում եք քանի պետություն պետք է չլինի։ Դե արդեն կապված է արտաքին ու ներքին գործոններից, այսինքն կարող է 10 տարվա ընթացքում այդ գործոնների շնորհիվ Հայաստանը լինի փոքր, բայց ստեղծարար պետություն, կարող է լինի մեծ եւ էլի, չգիտեմ, թե տեխնոլոգիապես զարգացած, թե էլի կրթական մեծ զարգացում ունենա, այսինքն դա կապված է արդեն գործոններից, թե ինչ տեղի կունենա այս ընթացքում։ Դրա մեջ նաեւ դուք ձեր լուման պետք է ունենաք որպես նոր սերունդ ու կարևոր է որ այդ նպատակադրումը լինի օրակարգում ասում եմ երազանքը եթե ժամկետ է սահմանում երազանքին դառնում է նպատակ հետո նպատակը սկսում է իրագործել կոնկրետ օրակարգով դե բանի մասը հարցնեմ որ հայի կերպարն է դες համար հա երևի Տիգրանն է թե այլ գուցե երաժիշտ օրինակ գուցե Կոմիտաս Նեշտե Արամ Խաչատուրյան ես ուզում եմ ձեզանից այսպես պոկել այդ անունները, որովհետեւ այո, ձեր հասակակիցները, տո իմ հասակակիցներն են, որտեվ իրենց մեջ էլ շատերը կան, օտարամոլությունը մի քիչ բանենք մեզանից։ Դուք օրինակել աղջիկներ եք արդեն պատմություն եք կերտել, էական չի ինչպես, ձեր աստվածատուր շնորհով թե աշխատանքի շնորհիվ, դա արդեն post factum ենք խոսում, արձանագրված փաստ է։ Հենց որ մի քիչ ակտիվ խնդրում եմ, ասեք ձեր սիրելի կերպարներին։ Օրինակ ես շատ եմ սիրում հենց Մովսես Խորենացու կերպարը, քանի որ հենց նրա շնորհիվ ենք ծանոթանում մեր ամբողջ պատմությանը, որտեղից են եկել մեր նախնիները, որոնց շնորհիվ հենց հիմա մենք կանք եւ գոյություն ունենք,
եւ խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուր հայի հենց կարդալ Մովսես Խորենացու հայոց պատմությունը, քանի որ եթե մենք չիմանանք մեր պատմությունը, ապա հենց չենք կարող շարունակել մեր պատմությունը ապագայում, այսինքն պետք է նախ իմանանք անցյալը, որպեսզի կարողանանք արդեն ապագայում հասկանալ մեր գործողությունները։ Արմինե, Նժդեհին հիշատակեցիք, ինչով է տենց արժեքավոր Նժդեհը ձեզ համար։ Հայրենասիրության վառ կերպար, նրա թե խոսքեր ու թե նրա մասին կարդալուց ես նկատել եմ հիմնականում, երբ ինչ-որ առիթների ժամանակ կամ հենց բանակում երգում են հայրենասիրական երգեր, ասում են Նժդեհից կամ Վազգեն Սարգսյանից ինչ-որ խոսքեր են ասում, հա, ու այդ իրանց ինչ-որ չափով ուժ է տալիս։ Հիմա ես որ խոսում ենք պատմությունից հետ ես գնում ու մտածում ես, որ դու հայ ես, իրանք էլ քո արմատներն են, այսպես ասած, էլի մեծ հպարտությամբ ես լցվում։ Որ դու այդ սերնդի այդ մարդկանց շարավիրն ես, հա, ժառանգորդն ես։ Դե կա տենց բան, հա, իհարկե։ Մի քիչ էլ կողքից ալկոհոլ պլյուս հայրենասիրական երգ, պատկերացնում եք ինչ են անում։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Ինչ կասեք հայ մարդու տեսակի բնավորության մասին։ Մենք լավն ենք, թե մեզ դուր ասում են, դե հայը մի քիչ նախանձաբան, վատն է, հայից հեռու։ Դուք սիրում եք հայերին, ձեր կենցաղում հայ մարդու բնավորության ինչպիսի վարքագիծ եք տեսնում։ Ես նախ եւ առաջ հպարտ եմ ու ես շատ ուրախ եմ, որ ես հայ եմ։ Երբ ինձ հարցնում են կա ուրիշ ազգություն, որ դուք կուզենայի լինել, ես ասում եի չէ։ Հայերը ավելի շատ ուշադրություն պահանջող մարդիկ են։ Ավելի շատ իրանց պետք է այդ ուշադրությունը, որովհետև օրինակ հասարակ օրինակ բերեմ, եկանք ստեղ, ուղղակի դուք ժպտացիք մեզ, լավ ընդունեցիք, չէ՞։ Մենք միանգամից առանց լարվելու հանգիստ, իսկ օրինակ ուրիշ միջավայր երբ գնում ես, սառն են լինում, արդեն դու չես ուզում այդտեղ երկար մնաս։ Իսկ հայերը հյուրընկալ են։ Ինձ թվում է մեկ հայերի համար է Instagram-ը ստեղծված, որ տենց բոլորը իրանց լայք են, կարևոր են, արժևոր են։ Ես վատ բանով ետին մտքով չեմ ասում, բայց ունենք մենք դրա կարիքը, ճիշտ է։ Ուշադրության կենտրոնում լինելու, ասելու, փորփրելու, որ Այվազովսկին էլ է հայ, Ռուբեն Մամուլյանն էլ է հայ, չգիտեմ, Մեսիչն էլ է հայ, Արշիլ Գորկին էլ է հայ, բոլորը հայ են։ Շատ պատմիչներ հենց նշել են, որ հայերը, չգիտեմ, եթե գնում էին ինչ-որ գյուղ կամ ինչ-որ տարածք, այնտեղ իրենց բոլորը գրկապած եւ հյուրընկալ էին դիմավորում, որն էլ հենց փաստում է, որ հայերը շատ հյուրընկալ ժողովուրդ են։ Հա, մենք իրոք մեր մեջ կա այդ ֆանտաստիկ հակասությունը։ Ժորդ վերջում հաղորդման աստիճանաբար այսպես մոտենում ենք ավարտին, բայց էլի եմ ուզում էլի ձեր տենց նախասիրություններից, հետաքրքրություններից մի քանի բան, օրինակ Մարգարիտան ասեց, Արմինե, այնտեղ շվինը, պարը, ձեր դեպքում ինչն է։ Մի քիչ օրինակելի բաներ ասեք, որ վարակիչ լինի։ Ազատ ժամանակ սիրում եմ երգել, սիրում եմ տարբեր վիդեոներ նայել, ոչ թե Instagram, Facebook կամ TikTok սոցիալական ցանցերում, այլ Վատ բան չկա դրա մեջ, օրինակ։ Դա այնտեղ մի քիչ ուրիշ է։ Okay։ Սիրում եմ երգել, նկարել ու կարդալ։ Բայց կարդալ գրքից հեռախոսով չեմ կարողանում կարդալ։ Բացի տեսողական առումով, որ լարվում են աչքերս, ցավում է, երևակայությունս գրքով ավելի վառ է, քան հեռախոսով կարդալ։ Հետաքրքիր բան ասացիք։ Ինքս էլ, բայց այդ պահը չէի մտածել։ Չեմ զգում։ Էլեկտրոնային տարբերակով չեմ զգում։ Հոտը բանը դնենք մի կողմ, այդ երևակայության գործոնը չկա։ Որ շատ անհրաժեշտ է լինի, ես պետք է այսօր կարդամ, չեմ կարդա հեռախոսով։ Ես չեմ համբերում անցնենք բլից մի քանի հարցերին, որտեղ ձեզ ավելի է բացահայտելու, հա, ձեր
բնութագիրը ավելի համապարփակ ենք ընկալելու եւ որտեղ մի երկու բառ գրքերի մասին կա։ Եվ այսպես պատրաստ եք։ Այո։ Ինչ է ձեզ համար հայրենիքը։ Հայրենիքը ինձ համար այն տունն է, որտեղից սկսվել է իմ կյանքի ուղին, որտեղից եկել են մեր նախնիները, որոնց շնորհիվ հենց հիմա մենք գոյություն ունենք։ Հայրենիքը ինձ համար իմ մշակույթն է, քանի որ այստեղ ճանաչում եմ իմ ինքնությունը մշակույթի ձևով, իմ ամբողջ պատմությունը անցյալի, ներկայի, ապագայի, եւ ամենավերջում ըստ իս հայրենիքը ինձ համար իմ պարտականությունն է, այն սիրելու, զարգացնելու եւ պահելու։ Ըստ իս հայրենիքի իմ պատմությունն է, իմ արմատները, իմ սերունդը, որտեղից ես եկել եմ ու որտեղ պետքա թողնեմ։ Հայրենիք ասելով հասկանում ենք ոչ միայն մեր տեսարժան վայրերը, մեր հզորներին, այլև ինքներս մեզ, մեր տունը, որ օրինակ այստեղից բացի ուրիշտեղ չես պատկերացնում քո կյանքը ապրել։ Կամ հպարտությամբ լցվում ես, որ ասում ես դու հայ ես, ես այստեղ եմ ապրում։ Հպարտություն է նախ եւ առաջ։ Ես մի հարց էլ միջանկյալ տամ ու շարունակենք այդ ձեր նպատակների, ծրագրերի, առաջիկա անելիքների մասով։ Կուզենաք դեռ մասին վերջում խոսենք, թե հիմա գուցե ձևակերպենք։ Մեծ նպատակներ։ Չգիտեմ, ծովից ծով Հայաստան վերականգնելու, մեծ հայք ունենալու, ավելի եւ առաջիկա կարճաժամկետ եւ ավելի ռազմավարական հեռանկարով։ Նախ ծովից ծով Հայաստան ստեղծելու համար մեզնից յուրաքանչյուրս պետք է ձգտի դրան։ Գոնե ուզենա։ Գոնե ուզենա։ Պետք է ամեն մեկս մեր կողմից ինչ-որ քայլ անենք։ Թեկուզ պատմություն կարդալով մենք կարող ենք շատ բան փոխել։ Համեցեք։ Ըստ իս մի քանի տարի անց ես մտածում եմ, որ Հայաստանը պետք է ունենա ավելի շատ ռազմական բարեփոխումներ, որով հենց կարելի ասել, որ Հայաստանը ավելի կզարգանա։ Բացի դրանից ինձ թվում է, որ մեր նպատակը պետք է լինի այն, որ փորձենք նաև կրթության զարգացմանը տանենք Հայաստանը դեպի, քանի որ հենց կրթությունը հիմքն է Հայաստանի զարգացման, որի շնորհիվ մենք կկարողանանք փոխել Հայաստանի կյանքը դեպի լավը։ Այս հաջորդ հարցը դրան էր վերաբերում, ինչպեսի Հայաստան եք դուք տեսնում 10 տարի անց։ Այդ արդեն ձեր են ցենց զարգերակային Հայաստանն է լինելու, էլի ամենայն ավյունով լեցուն տարիքը, խնդրեմ, մեկ-երկու հետաքրքիր բան նշեց Մարգարիտան, հա, կրթական, ռազմական տեսանկյունից, այստեղ մի փոքր հետաքրքիր է ձեր կարծիքը, ինչպիսի Հայաստան եք դուք տեսնում, ո՞նց եք պատկերացնում 10 տարի անց։ Ինձ համար Հայաստանը շատ ապահով երկիր է, այսինքն այստեղ ցանկացած ազգ նույնիսկ օտարերկրացի շատ պաշտպանված է իրեն զգում։ Դա ես շատ եմ կարևորում։ Տեսնում եմ այնպիսի ապագա, որ ոչ թե երբ արդեն մեծանանք, ասենք հին ժամանակ ավելի լավ էր, մեր ժամանակ ավելի լավ էր, այլ ինչ-որ միտեղ ուրախանանք, որ հիմա լիքը փոփոխություններ են տեղի ունեցել դրական դեպի լավը։ Այսինքն ավելի բարգավաճ, ավելի զարգացած, ավելի կրթված, նոր տեղ։ Տնտեսապես ավելի զարգացած տեխնոլոգիաների առումով նույնպես, քանի որ դրանք էլ նույնպես նպաստում են Հայաստանի զարգացմանը։ Բայց դուք առողջապահական ոլորտ եք գնալու, այնտեղ թե այնտեղ է ձեր մասով ինչ-որ ռազմաբժշկական տեխնոլոգիաներ, բաներ։ Հա, հնարավոր է, այդ արդեն ցույց կտա մեր ապագան, թե ինչ կորոշենք։ Մի հատ էլ հայկական ChatGPT մենք չունենանք, ինչու why not, չէ՞։ Okay, անցանք առաջ հաջորդ հարցին լավ տենց պատրաստվեք, Հայաստանի ղեկավարը դուք եք։ Հա, երկու գեղեցկուհի հայերի։ Ինչ դու երկու ղեկավարը լինի, ինչ է եղել։ Առաջին 3 որոշումները, որ կկայացնեիք։ Թվում է առաջինը կլիներ ստեղծել այնպիսի պայմաններ, հայրենադարձ պայմաններ, որպեսզի տեղի ունենա արտագաղթի կանգնեցում։ Երկրորդը արդեն կրթական նոր ծրագրերի ստեղծում, չգիտեմ ինչ-որ համագործակցություն տարբեր ծրագրերի հետ, որպեսզի ավելի զարգանա մեր կրթությունը, եւ երրորդը արդեն մշակույթի տարածում, այնպես կանեի, որ մեր ինքնությունը, մեր մշակույթը ավելի շատ ճանաչեն, այսինքն կստեղծեի մշակութային այնպիսի ծրագրեր, որ ամբողջ հայ ազգը իմանար, թե ով է նա եւ որտեղից է սերվել։ Այսինքն վերադարձ դեպի տերեխները։ Դե հիմա տենց բաներ ասում եմ, ինչ եք ուզում եք ժողովրդին էլի տերեխ հագցնեք, ավանդական է ձեր հիմա։ Դե չէ, ուղղակի որպեսզի հայերը իմանան, թե ինչպես է ստեղծվել իրենց պատմությունը, մշակույթը,
ինչ որ հիմա մենք ունենք, ինչի շնորհիվ է որ մենք այս ամեն ինչը ունենք։ Այսինքն վերադարձ դեպի մեր ավանդական մշակույթ չնշանակում վերադարձ դեպի, ասենք, տրեխները կամ ազգագրական հագուստը։ Էլի հագնվեք ձեր նորաձև ստիլնի բուտիկներից առաջ լուքերը, բայց հիմնվեք կամ առնվազն հենվեք ազգային ավանդական արժեքների վրա, որովհետև առանց դրանց դուք կիսատ եք, մենք կիսատ ենք, մենք ոնց որ մի ոտանի լինենք, էլի, հենց ամուր չենք կանգնած մեր սիրելի ու քաղցր հողի վրա, համեցեք Արմինե։ Ինձ լավ հավես թեմա է, որ ես էլ եմ մեկ կոմենտում, так что կներեք։ Ես հիմա ապրում եմ այնպիսի երկրում, բացի դրականից մի քիչ էլ բացասականի մասին խոսենք, այնպիսի երկրում եմ ապրում, որ չի ուզի լիներ։ Օրինակ, եթե լինեի երկրի ղեկավարը, այնպես կանեի, որ ոչ միայն ինձ համար լավ լիներ, այլ նաև բնակիչների, ինչպես նշեց Մագան, որ երկրից չուզենան գնան։ Առաջին հերթին ուշադրություն կդարձնեի կրթության, բժշկության եւ բանակի վրա։ Կպարտադրեի պատմություն սովորելը, որովհետեւ ինչպես նշեցինք, դա շատ կարեւոր է։ Բանակին մի քիչ ավելի ուշադրություն կդարձնեի եւ բժշկությանը, որ ավելի լավ մասնագետներ լինեին, ավելի ուշադիր ու ոչ թե սառը լինեին, ճիշտ է, պետք է, բայց դիմացինին այնպեսին էին, ինչպեսին, որ իրենց հարազատն է։ Okay, որ գիրքը ձեր կարծիքով մարդ պետք է իր կյանքում անպայման կարդա։ Ըստ իս, հենց կոնկրետ հայերը պետք է անպայման կարդան առաջին հերթին Աստվածաշունչը, երկրորդ դեպքում արդեն Մովսես Խորենացու հայոց պատմությունը եւ նաեւ խորհուրդ կտամ կարդալ Խաչատուր Աբովյանի Վերք Հայաստանի վեպը։ Ինչ դաժան եք, բայց Մարգարիտա ջան, 3 ծանր գիր։ Որոնք շատ կարևոր են։ Օրինակ ինչու չի կարելի վերստել կարդալ, ինչ ասեմ, Վախթան Գանանյանի որսորդական պատմությունները, Մայր արջը։ Ամենայն առանց որևէ բանի, ինչ որ կամահարանքի, ֆանտաստիկ սեր է սերմանում դեպի բնությունը, դեպի կենդանիները, որը իդեպ այսօր խնդրեմ է, բայց ինչ խոսք, դա առանցքային նշանակության գրքեր են։ Բայց դες թեթև էլի, դե այնտեղ մի երկու գիրք կա, որ չեմ Դա իմ թուլությունն է, բայց լավ, հիմա այդպես պատմեց ասած, պրոստը Արմինե։ Այն մարդիկ, ովքեր ինձ նման են ու էմոցիոնալ են շատ, չեն սիրում դետեկտիվ գրքեր կարդալ, խորհուրդ կտամ կարդան Օթապարիկ թռցնողը, Ես մինչ քեզը եւ 731 օր քեզ համար գրքերը։ Այդ ինչ գրքեր են, օրինակ ես Օթապարիկ թռցնողի հեղինակը թուրք է, ես որ իմաց թուրքա չէի ուզում կարդալ, բայց հետաքրքիր էր, շատ հետաքրքրեց, նույնիսկ ընթերցելիս լացել եմ։ Ես մինչ քեզը հեղինակին չեմ հիշում հիմա, բայց էլի շատ լավ գիրք էր եւ 731 օր քեզ համար գիրքը Տաթևերն է գրել, հայ հեղինակ է։ Դեռևս այդ մի գիրքն ունի, էդ էլի շատ լավն է։ Ինչ լավ է ձեզ այդ տայ գրքեր, հեղինակներ Չեք պատկերացնի, այն տարբեր հյուրեր եմ ունենում, հատկապես երեխաների շրջանում, երիտասարդների ձեր դեպքում արդեն։ Ու ունենց լավ է էլի, որ գրքերից ենք խոսում, գրականությունից ենք խոսում, նույնիսկ այնպիսի գրքերից, եթե չեմ սխալվում, Մարկ Լևի պետք է լինի, բայց էականը դա չի, էականը գրքերի հետ շփումն է։ Եվ իմ ամենասիրելի ու արդեն հարազատ դարձած գրադարաններից մեկը, Խնկո Ապոր գրադարանը, Իմ պարբերաբար այցելությունները առնվազն դրա մասին են վկայում, հրաշալի աշխատակազմ, հրաշալի միջավայր ու ուրիշ տիեզերք է, էլի, ուրիշ տիեզերք է գիրքը։ Դրա համար այսինքն իբր բլից հարցում է, էլի։ Անցանք առաջ, ո՞րն է երջանկության ձեր բանաձևումը, երբ եք երջանիկ։ Երջանիկ եմ, երբ իմ կողքին կան անկեղծ, ինձ սիրող մարդիկ։ Երջանկանում եմ, երբ ինձնով հպարտանում են։ Ի վերջո ինձ թվում է երջանկության բանաձևը հենց սերն է։ Սերը սիրելու, թե սիրվելու տեսանկյունից։ Սիրվելու։ Ինձ թվում է երկու դեպքում էլ, քանի որ այդ սերը պետք է լինի թե հարազատների, թե ընկերների հանդեպ, բայց բարության ձևով, ոչ թե չգիտեմ ինչ-որ կեղծավորությամբ կամ նախանձով։ Երբ որ չգիտեմ, գիտես որ կյանքը չգիտեմ, իմաստավորված, այսինքն գիտես ինչի համար ես ապրում, ինչին ես ձգտում,
նպատակ ունես եւ ամենավերջում երևի նրա համար, երբ որ, չգիտեմ, քեզ հարազատ մարդիկ քո կողքին են եւ դու ունես այն ամենը, ինչ որ քեզ համար կարեւոր է։ Աստծուն տեսնեիք, ինչ կասեիք։ Ես երազից տեսել եմ։ Առաջին հերթին շնորհակալություն կհայտնեի, որ ես կամ հետո ներողություն կխնդրեի իմ բոլոր գործած մեղքերի համար։ Ինչ մեղք է, Աննա։ Դե անմեղք մարդ։ Մало ли что, հա։ Хорошо։ Օրինակ ծնողներին բարկացնել։ Այդտեղ ճիշտ է, այդտեղ է։ Ես նույնպես շնորհակալություն կհայտնեի այն ամեն ինչի համար, ինչ որ ինձ պետք է, ինչ որ ես ունեմ, թե ծնողներիս, թե ընտանիքիս, թե հարազատներիս համար, որ իմ կողքին են, այն ամենի համար, ինչ որ ես ունեմ։ Եվ վերջին հարցս, ինչից եք ամենից շատ վախենում։ Շատ կան վախենալու բաներ։ Մեկը հերիք է, որ ասեմ։ Մենակ մարդկա բարձրությունից է վախենում, մարդկա հայրենիքի կորստից, մարդկա օծից, ոնց որ ես։ Ինչից եք վախենում։ Հենց այդ ամեն ինչը հայրենիքի կորուստը ամենացավոտ վախերից մեկն է, երբ որ մի օր կարող ես արթնանալ ու գիտակցես, որ հայրենիքդ էլ քո հետ չի։ Հա, օծերից, ջրից եւ մութուփակ տարածություններից։ Առաջարկում եմ չվախենալ եւ առաջիկայում գրանցել նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ եւ ռեկորդներ։ Դրանով ստիպել հպարտանալ եւ առաջին հերթին ձեր մտերիմներին եւ մի ողջ ազգին, որը հաղթանակների իր սեփական զավակների ձեռքբերումների ու նվաճումների կարիք ունի, այն էլ է այսօրերում։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալ։ Բարեկամներ, սա Life Armenia YouTube-յան ալիքն էր, այսօր հյուրընկալել էինք դյութազնագարքի քառակի ռեկորդակիր Արմինե Գասպարյանին եւ դյութազնագարքի կրկնակի ռեկորդակիր Մարգարիտա Մինասյանին։ Շնորհակալություն ձեզ հարցազրույցը դիտելու եւ ամենակարևորը մեր ալիքին բաժանորդագրվելու համար։